տեսնենք պաշտպանական կողմին, խնդրեմ, ցանկանում եք արտահայտվել։ Ուղղակի իմ անունը շոշափեց եւ կարդացին։ Ես որքան որ արդեն հասցրել եմ իրավաբանություն ուսումնասիրեմ, ամբողջ մեղադրական եզրակացությունը մի ապկայի մեջ, հա, եւ պետք է ստեղից ինչ-որ բաներ ասվեր։ Ես կփորձեմ այստեղից երկու գրվակ ներկայացնել, որից հետո տեսնենք էլի ներկայացրածը մեր մեղադրողների։ Նախ միայն իմ անունից ես կխոսեմ, կոնկրետ իմ վրա գրված է, որ հունիսի 25-ին Արա Ռուբենի Ռոստոմյանին մեղադրանք առաջադրվե, որի մեջ դրված է, որ 24 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իրագործել սահմանադրության չթույլատրված եղանակով այսինչ գործողությունները։ Դա վերաբերում է 24 թվականի նոյեմբեր ամսից։ Բայց մեղադրական եզրակացում ընդհանրապես բոլոր հատորներում նշված է, որ մարտի 4-ից առաջի անգամ իմ անունը շոշափվում է։ Այն դեպքում, որ երկար ժամանակ եւ մեզ գաղտնալսել են եւ արտաքին դիտում են արել եւ ներքին դիտում։ Գոնե այստեղ գրվել ասեր Աբեկի Ճարա Ռոստոմյանը մարտի 4-ից միացավ Ակրատ Գալստանյանի Աբեկիչ խմբին։ Գոնե տես գրվեր։ Ոչ թե իմ անվան դիմաց գրված լիներ 24 թվականին նախապատրաստել է ահաբեկչությունը։ Սա մեկ։ Երկրորդը վաստական հանգամանքը, որ ասում են ինչի հիման վրա են մեր վրա դրե ահաբեկչությունը։ Ես այն մյուս մասերը չեմ կարդա, գրված է չեն կարողացել դիտավորության մեջ ընկրող հանցանք ահաբեկչությունը իրականացնել եւ նշվում է անվտանգության աշխատողների կողմից բազմաթիվ փաստարկներ եւ գրված է ինչպես նաեւ կատարված խոզարկություններով հայտնաբերել են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով նախապես ձեռք բերված պայթուցիչներ, ներկանյութեր, ծխացող իրեր, անձանց ցուցակներ, գործողությունների պլանավորման վերաբերյալ փաստաթղթեր, հաշվառված զենք եւ զինամթերք, հաշվառված։ Այսինքն եթե մենք այսօր չեմ մեղադրողներին ասում, մյուս դատախազների տները հենց այս բան խոզարկեն, հաշվառված զենք ու զինամթերք հաստատ կհայտնաբերեն։ Հաշվառված զենք ու զինամթերք ունենք մենք երկու գնդապետ, ովքեր նաև ստացել են նագրատնոյ զենքեր։ Եթե դրանք մտցրել են սրա մեջ, ուրեմն այդ բոլոր դատախազներին կարելի է ասել նրանք էլ են նախապահ, հաշվառված զենք ու զինամթերք են, իրանք ունեն։ Կամ եթե մեր դատախազները բարձր տարիքի տղաներ ունեն, ուսանող տղաներ ունեն եւ ֆուտբոլի երկրպագու են, իրաց տներից այդ ծխացող սարքեր կանեն, ոչ միայն կապույտ գույնի, այլ ռոզվի, նարնջագույն, եսիմ գալուբոյի, տարբեր գույների բաներ կհանեն։ Այդ էլ ուրեմն եթե իրան կամ եթե ունեն դպրոցական տարիքի տղա երեխաներ եւ վերջերս նոր տարի էր, 5-րդ, 6-րդ դասարանն է։ Այդ պայթուցիչները, որ ամեն օր մեր տան հետևը տրակացնում էին, այդ նույն ձևի տրակին աստներից կհանեն։ Մեր խմբի մեջ, այս ահաբեկչական խմբի մեջ, ունենք ազգային ժողովի падգամավոր Արցախից եկած, որի տանը 100%-ով ցուցակներ կլինեն բռնագաղթվածների տվյալները, կամ Իգոր Սարգսյան, հանդիսանում է Հայ-Աղբական դաշնակցության գերագույն մարմնի անդամ, որը պատասխանատու է հոմի հետ կապված, որը օգնություններ է բաժանում զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Այսինքն այդ ցուցակը, որը ինքը օգնություն է բաժանում, եթե մտնենք յուրաքանչյուրի տուն, հաստատ հնից մնացած են բլոկնոտները կլինի, որ հարևանների, բարեկամների եւ այլն անհատկաները գրած է հեռախ սահմանները։ Ուրեմն իրանք են ահաբեկիչներ հանդիսանում։ Եվ վերջապես ուզում եմ խոսքս ավարտեմ ամենահետաքրքիր մասով, H47-ը։ Ասում է՝ ի պաշտպանություն մեղադրյալների վերաշարադրված փաստարկների եւ այլն, նախաքննությամբ հավաքված բազմաթիվ ծանրակշիռ եւ հավաստիապետին պատշաճ հետազոտության եւ վերլուծության վրա, ինչի հիման վրա են մեզ առաջացրել,
վրա հիմնված ներքին համոզմամբ, այսինքն ներքին համոզմամբ մեզ ասում են ահաբեկի, առանց փաստական չկա գրած, գրած է ներքին համոզմամբ։ Եվ մի բան է կհուշեմ իրավապահ մարմիններին, նախաքննական մարմնին, որ երբ որ մտել են տները խուզարկել են, վստահ եմ, որ գյուղական բնակավայրեր են գնաց, այնտեղ են խուզարկել, գոմերել են խուզարկել, գոնե երկու տուկ այդ խոտերից վերցնեին, բերեն այստեղ իրեղեն ապացույց ասեն, այս են խոտերն են, որտեղ որ լցեինք այդ բան թունելներով վառեին, գոնե տենանք այդ է իրեղեն ապացույցը, ասինքն որևէ իրեղեն ապացույց չկա, եթե հաջորդիվ կգնան կբերեն դրանք, գոնե ընդունենք հեսա էլի, այդ բաներն է, որ դնենք ու վառենք, իսկ ներքին համոզումը ես ճիշտ ասած իրավաբան չեմ, մաթեմատիկ եմ եւ տրամաբանությունն ու վերլուծությունը իմ մասնագիտականն է եղել, այսպիսի վերլուծություն ես չեմ տեսել իմ ուսանողական եւ աշխատանքային պրակտիկայի առումով, որ ներքին համոզմամբ 18 հոգու տնից տեղից կտրեն ու իմ երկու ընկերներն այսօր 7 ամիսա կալանավայրում են գտնվում։ Այսքանը։ Արգելի դատորության մասնակիցներ, ուրեմն ես որպես նախագահ ու դատավոր չցանկացա ընդհատել ձեզ։ Մենք այսօր ապաստների ծավալի մասին ենք խոսում, մեղադրանքի կողմի ներկայացած պաշտպանական կողմը ապաստների ծավալի հետ կապված, եթե որևէ բան հստակ ունի հայտնելու, խնդրեմ նշեք այդ մասին։